Հայաստանը պարտքերի պատճառով կարող է զրկվել հապկում քվեարկելու իրավունքից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով կազմակերպության կանոնադրության համաձայն պետության նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել, եթե այն չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես եթե այն ունի 2 տարվա պարտք։ Միջոցները ներառում են նաև քվոտային պաշտոններում առաջադրվելու տվյալ պետության քաղաքացիների իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը, ասել է Զախարովան։ Քիր Սթարմերը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի և Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոններից հրաժարական տալու մասին։ Նա նշել է, որ կշարունակի պաշտոնավարել, մինչև Լեյբորիստական կուսակցությունը նոր ղեկավար ընտրի։ Սթարմերը կուսակցության կառավարող խորհրդին խնդրել է այդ գործընթացն ավարտել, մինչև սեպտեմբերին խորհրդարանը կվերադառնա արձակուրդից։ Վարչապետը հայտնել է, որ արդեն խոսել է Չարլզ III թագավորի հետ։ Սթարմերի հրաժարականի կոչեր էին սկսել հնչել այն բանից հետո, երբ մայիսին Անգլիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը գրանցեց վատ արդյունքներ, կորցնելով ավելի քան 1500 տեղ։ Վարչապետի պաշտոնում Սթարմերին ամենայն հավանականությամբ կփոխարինի Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որը հունիսի 18-ին հաղթել է Մեյքըրֆիլդի շրջանում համայնքների պալատի падգամավորի արտահերթ ընտրությունում։ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի 5-րդը վերջին 4 տարվա ընթացքում։ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը ուկրաինական 301 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, որոնցից 70-ը Մոսկվայի երկնքում։ Մոսկվայի մարզում ըստ Ուկրաինայի զինված ուժերի թիրախավորվել է տիեզերական կապի կենտրոնը։ Վորոնեժում էլ վնասվել են արդյունաբերական օբյեկտներ, բնակելի տներ և մեքենաներ, կան վիրավորներ։ Ըստ ուկրաինական կողմի թիրախավորվել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն։ Տուլայի մարզում էլ հարվածի տակ է հայտնվել բնակելի շենք, բնակիչները տարհանվել են։ Ռուսական ուժերի հարվածներից էլ Սումիի մարզում 3 մարդ է զոհվել, այդ թվում երեխա։ Կան նաև վիրավորներ։ 1 զոհ գրանցվել է Օդեսայում, ևս մեկը Զապորոժիեում, 5 վիրավոր էլ կա Դնեպրոպետրովսկի մարզում։ Բացի այդ, Սև ծովում ռուսական ԱԹՍ-ների հարվածների տակ է հայտնվել 3 առևտրային նավ, որոնք նավարկում էին դեպի Օդեսայի նավահանգիստներ։ Պանամայի դրոշով նավարկող թուրքական Վիկտրես նավում խոշոր հրդեհ է բռնկվել։ Զոհվել է Եգիպտոսի քաղաքացի։ Պալաուի և Բելիզի դրոշներով նավարկող քաղաքացիական նավերում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վարելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով։ Ըստ Ղրիմի ղեկավարի վարելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը։ Բացի այդ, էլեկտրացանցերի վնասման պատճառով Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները լարված աշխատում են վարելիքի պակասի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Կոլումբիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում փաստաբան և ԱՄՆ նախագահի կողմնակից Աբելարդո դե լա Էսպրիելյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ հաղթանակ է տարել սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդայի նկատմամբ։ Ըստ նախնական արդյունքների դե լա Էսպրիելյան ստացել է ձայների 49.7%, իսկ Սեպեդան 48.7%։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել և շնորհավորել է Էսպրիելիային հաղթանակի կապակցությամբ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմն անհամբեր սպասում է Կոլումբիայի նոր վարչակազմի հետ սերտ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության խթանման, Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթի վերացման և տնտեսական կապերի ամրապնդման շուրջ։ Կոլումբիայի լավագույն օրերը դեռ առջևում են, հավելել է Ռուբիոն։ Եվրոպական մի շարք երկրներում սաստիկ շոքեր են։ Տապի ալիքի պատճառով Ֆրանսիայում 3 մարդ է մահացել, ևս 13-ը խեղդվել է գետերում։ Հազարավոր դպրոցներ փակվել են կամ փոխել դասացուցակը։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 42 աստիճան Ցելսիուսը, իսկ Բրիտանիայում տապի ալիքը կարող է շարունակվել ևս 4 օր։ Իսպանիայի հյուսիսում, որտեղ սովորաբար զով է, հունիսի 22-ին գրանցվել է 40 աստիճան տաքություն, ինչը 2 անգամ գերազանցում է պատմական միջին ջերմաստիճանը։ Իտալիայի 12 քաղաքներում էլ եղանակային նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։